Շատ ենք խոսել։ Խոսելու փոխարեն աշխատել է պետք ու աշխատանքի արդյունքով եկեք դատենք, ասում է Գեգամ Գրիգորյանն ու անցնում դահլիճ։ Գլխավոր փորձն է։ Վաղը Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում Երևանյան հանդիսատեսը կվայելի Վերդիի Տրավիատան հրավիրյալ դիրիժոր Ջիանլուկա Մարչիանոյի ղեկավարությամբ, որը համագործակցում է աշխարհի հեղինակավոր նվագախմբերի հետ, ղեկավարել է Զագրեբի օպերային թատրոնի նվագախումբը, զբաղեցրել է Թբիլիսիի պետական օպերային թատրոնի երաժշտական տնօրենի եւ գլխավոր դիրիժորի պաշտոնը։ Փորձերը տևել են 1 շաբաթ ընդամենը, սակայն հրավիրյալ դիրիժորը կարծես թե արդյունքից գոհ է։ Երաժշտական ազգ եք, ասում է։ Հիանալի երաժիշտներ ունեք, երգիչներ։ Կարևոր է, որ հիանալի ձայնային տվյալներից բացի նրանք իտալերենի ճիշտ առոգանություն ունեն։ Վիոլետի դերակատարուհի Հասմիկ Թովմասյանի համար դերերքը մեծ պատասխանատվություն է։ Երկրորդ անգամ է, որ երգելու եմ Վիոլետայի դերերքը։ Դիրիժորը իտալացի է եւ յուրաքանչյուր խոսք, յուրաքանչյուր բառ նրա համար կարևոր է եւ պարզապես իրավունք չունես ոչ մի սխալ անելու։ Հետո ունենք շատ տեմպային փոփոխություններ, այսինքն բոլորովին այլ մոտեցում է իր մոտ։ Ժամանակն է շատ կարճ, ցավոք, բայց հուսով եմ կկարողանանք գոնե որոշ չափով բավարարել իր սպասումները։ Նոյեմբերի 19-ին Ջիանլուկա Մարչիանոյի ղեկավարությամբ կներկայացվի Վերդիի Տրուբադուրը։